Առավոտյան խմբում մեր կամո եղբայրը տեղ գցեց, մի դատվեք, որ չդատվեք, դատելու մասին տեղ գցեց, դա մի շաբաթ, երկու շաբաթ առաջ էր։ Մի դատվեք, որ չդատվեք, ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով պիտի դատվեք, այդ տեղ էր գցել այդպես։ Կարդացի, տես աղոթքի մեջ աղոթեցի անցա։ Հետաքրքիր էր Սամս Օզոն խանութից բան էր պատվիրել, ու ժամը 9-ին բացվում է խանութը։ Ու գնացի արդեն ժամը 10-ն է, գնացի որ վերցնեմ ու պետքա վերցնեի տանեի դպրոց, երեխուն հասցնեի, որտեղ իր աշխատանքի համար պետք էր։ Գնացել եմ ժամը 10-ն է, խանութը բաց չի։ Ես մտածում եմ իմ երեխու մասին, երեխուս գնահատական, երեխուս աշխատանքը, երեխուս, ես այտենց եմ մտածում, ու ժամը 10-ն է, որ մի ժամը պիտի բաց լինի, բաց չի, կանգնել եմ ու ջղայնանում եմ։ Գիտես, միանգամից դատաստան եմ անում։ Ու ինչ էի ուզում անել, գիտեք, անկեղծ ասեմ, եմ ուզում այնքան եմ իմ երեխով տարված, որ ուզում եմ հեռախոսով նկարեմ դուռը փակ է ու գցեմ Օզոն, ասեմ, «Էս ինչ վիճակ է, խիա դուռը փակ»։ Ու գիտես, մեկ էլ աչքս ընկավ այն հերվից տեսնեմ, այդ խանութ այդ Օզոնի աղջիկը, այն որ ասում են լեղապատար հոչի վազում, վազելով եկավ, ու այն որ դռների մոտ ուղակի ընկավ, այդ այն շնչահեղձ էր ելնում, վազելով գալիս էր, ունեց վատը զգացի, բացեց դռները, մտավ ներս, ու այդ վազելու պատճառով շունչը կտրվում է, բարիս բուն իմաստով ներսը ընկել է, հեվում է ու լացում է։ Մտել եմ, ասում եմ, քուրիկ ջան, ինչ ա եղել։ Ասում եմ, ամբողջ գիշեր տաքություն եմ ունեցել, ու հիմա էլ քնած եմ մնացել, հեսա այնքան մեծ շտրաֆ կդնեն իմ վրա, որ չգիտեմ ինչ պիտի անեմ։ Գրես կանգնածս տեղը ասում եմ, ինչքան շուտ ենք դատաստան անում, խեղճ աղջիկը սաղ գիշեր տաքության մեջ է եղել, առավոտ էլ քնով է անգել, իսկ մենք միանգամից ժամը 10-ն է, խիափակ, մենք շատ եսակենտրոն, շատ մեր մասին ենք միանգամից մտածում։